խոշոր հաշվով, եթե մենք կարողանանք Նիկոլին հեռացնել եւ լավ ղեկա, մեկ ցավոք այսպես ընդդիմության մեջ այսպես մեկ ֆիգուր, որ ասենք այդպես չկա, բայց կգա, հա, եւ կարելի է ուրիշ ձև գտնել, ասենք, միավորման։ Եվ ուղղակի մենք որպես ազգ ոտքի կանգնենք եւ կարողանանք, իդեպ ամենակարևոր բանը, ասենք, Նիկոլ Փաշինյանը ինչ արեց, մեր ուժը, ասեցի, Արցախի հետ հիշողություններ, մյուսը եկեղեցուն հարվածեց, բայց պարտվեց, ակնհայտ է, որ եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը պարտվեց, մյուսը Սփյուռքն է, որին էլի այդ ցեղասպանության հարցը ինչ որ զզվելի ձևերով ներկայացնելով ինքը Սփյուռքին էլ ավանում։ Մենք պիտի հակառակը անենք, հա, մենք Նիկոլին հեռացնելուց հետո պիտի եկեղեցին արդեն վերականգնվում է։ Եկեղեցին փաստորեն եւ ամենակարևորը մենք պիտի Սփյուռքի հետ նորից կապերը ուժեղացնենք եւ այս իրավիճակում, ասում եմ, երբ աշխարհը խառնվել է իրար, մենք էլ այդ խառնված աշխարհի մի տեսակ խաչմերուկում ենք, հա, եթե մենք ունենք լավ ղեկավարություն եւ լավ մթնոլորտ մեր երկրում, մենք կարող ենք հակառակը այս իրավիճակում, ասենք, մեր շահերը Չինաստան բացարձակ չեն հակադրված, հակառակը ընդհանրություններ կան, մենք իսկապես կարող ենք նորից վերել կապրել։ Դրա համար ասում եմ, իմպերատիվը այնա, որ Նիկոլ Փաշինյան չէ, ընդհանրապես մենակ Նիկոլ Փաշինյան չի, դեպի թիմում, թվում մարդիկ կային, որոնք նորմալ մարդիկ էին թվում, բայց հիմա որ նայում ես պարլամենտ ազգային ժողովի ինչեր են խոսում, այսինքն ոնց որ դա ինչ որ ուղեղների բան է կատարվել, հա, ինչ որ հիվանդություն է, որը մենք չպետք է թույլ տանք որ տարածվի, հա, ինչ որ ուղեղային, ասենք լսում ես ինչ են խոսում, այդ բանը չպետք է խելոք երիտասարդներ էին։ Այսինքն ինչ որ վիրուս է անկել ԿՊ-ի միջոցով եւ պետք է մենք վիրուսը հեռացնենք մեր մամնի միջից, մեր մտածողությունից պետք է հեռացնենք այդ վիրուսը։ Լրիվ բան անհույս վիճակ չի, դա հնարավոր է եւ այս ընտրությունները դրա շատ ռեալ շանսն է դա։ Մենք դա կարող ենք անել։